Այս թողարկման մեջ ուշադրություն է գրավում ոչ թե մեկ առանձին դեպքը, այլ անցած շաբաթվա կլիմայական իրադարձությունների ընդհանուր բնույթը։ Չափազանց հաճախ դրանք զարգացել են ոչ սովորական սցենարով։ Թե հատկապես ինչ է տեղի ունեցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում, դիտեք հաջորդիվ։ Սեյսմիկ ակտիվություն։ Մայիսի 18-ին Չինաստանի Գուանսի նահանգի Լյուչժու շրջանի Լյունան վարչական շրջանում 21 ժամ տարբերությամբ տեղի ունեցան 5.2 մագնիտուդ ուժգնությամբ 2 ուժեղ և մակերեսային երկրաշարժեր։ Չինաստանի սեյսմոլոգիական ցանցի տվյալներով, այդ երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվել են միմյանցից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, խիտ բնակեցված տարածքում, որտեղ 100 կիլոմետր շարավով բնակվում է մինչև 6.800.000 մարդ։ Տեղացի սեյսմոլոգները երկու երկրաշարժերն էլ դասակարգել են որպես սեյսմիկ պարսային ակտիվություն։ Ստորգետնյա ցնցումները սկսվել էին դեռևս մայիսի 18-ի հիմնական երկու երկրաշարժերից մեկ օր առաջ, իսկ դրանց հաջորդած հետցնցումների ուժգնությունը հասել էր 3.6 մագնիտուդի։ Ականատեսների խոսքով, երկրորդ երկրաշարժն ավելի ուժեղ և երկարատև է եղել։ Շենքերը նկատելիորեն ճոճվել են, իսկ ցնցումները տևել են մոտ 3 վայրկյան։ Ցնցումները զգացվել են նաև Գուանդուն, Գուйչժոու, Սիչուան, Յուննան և Հունան նահանգներում։ Սեյսմիկ ազդեցության առավելագույն ինտենսիվությունը հասել է 7 բալի։ Մարդիկ վախենում էին վերադառնալ իրենց տները և գիշերում էին փողոցներում, ավտոմեքենաներում կամ վրաններում։ Էպիկենտրոնին մոտ գտնվող տարածքներում շենքերի և հողի վրա բազմաթիվ ճաքեր ու փլվածքներ են առաջացել։ Որոշ տներ փլուզվել են անմիջապես երկրաշարժի ընթացքում, իսկ մյուսները շարունակել են փլվել նաև դրանից հետո, ինչի պատճառով տեղացիները վախենում էին ներս մտնել նույնիսկ ամենաանհրաժեշտ իրերը վերցնելու համար։ Երկրաշարժերը հարվածել են նաև տեղական տնտեսությանը։ Տուժել է Լյուչժուի հայտնի զբոսաշրջային գոտին, որը հայտնի է լոսիֆենով, բրնձե լապշայից պատրաստվող տեղական կծու ուտեստով։ Ցնցումներից հետո զբոսաշրջային օբյեկտները փակվել են, իսկ բազմաթիվ բնակիչներ և այցելուներ ձգտել են լքել քաղաքը։ Այս երկրաշարժը վերջին տարիներին Գուանսի նահանգում նույն ուժգնության սեյսմիկ երևույթների շարքում ունեցել է ամենածանր հետևանքները։ Դրա վրա ազդեցություն է ունեցել մի քանի գործոնների համադրությունը, օջախի փոքր խորությունը, կարստային ռելիեֆը և էպիկենտրոնի մոտ լինելը խիտ ու հին կառուցապատում ունեցող բնակավայրերին։ Պաշտոնական տվյալներով երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, իսկ գրեթե 10,000 մարդ տարհանվել է։ Մայիսի 19-ին Պերուում տեղի ունեցավ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Իկա քաղաքից 41 կիլոմետր հարավ։ Հենց Իկա քաղաքում ցնցումների ինտենսիվությունը հասել է Մերգալիի Սանդղակով 6 բալի։ Հատուկ վնաս է հասցվել մշակութային ժառանգությանը։ Հին Սարախա գերեզմանատանը մասամբ փլուզվել է Սան Բենիտո տաղավարը, ոչնչացնելով 18 դամբարանային խորշ, իսկ Մայր տաճարի պատերին առաջացել են ճաքեր։ Տուժել է նաև Սան Լուիս Գոնսագայի անվան ազգային համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ Շենքում կոտրվել են պատուհանները և պատերի վրա առաջացել են խորը ճաքեր։ Որոշ ուսանողներ ուժեղ ցնցումների պատճառով նյարդային ցնցումներ են տարել երկրաշարժի պահին։ Տեղական իշխանությունների տվյալներով Իկա, Ուանկավելիկա և Այակուչու շրջաններում տարերքը վնասել է 70 տուն, որոնցից 8-ը դարձել են բնակության համար ոչ պիտանի։ Մասնակի ավերածություններ են արձանագրվել նաև 13 ուսումնական հաստատություններում, հասարակական շենքերում, բժշկական և առևտրային կենտրոններում։ Վնասվածքներ են ստացել 28 մարդ, որոնք հոսպիտալացվել են։ Լրջորեն տուժել է նաև ենթակառուցվածքը։ Վնասվել են ճանապարհներ, ոռոգման ջրանցքներ և մաքրման կայաններ։ Սեյսմիկ ցնցումների հետևանքով առաջացած սողանքները փակել են Լոս Լիբերտադորես ազգային մայրուղու, Սան Կլեմենտե շրջանից դեպի Այակուչու տանող հատվածը։ Մայիսի 20-ին Դանիայի Զելանդիա կղզում, Կոպենհագենից մոտ 37 կիլոմետր հարավ-արևմուտք, տեղի ունեցավ երկրի համար չափազանց հազվադեպ երկրաշարժ։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, այն ունեցել է 3.9 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են ոչ միայն Դանիայի արևելյան հատվածում, այլև Շվեդիայի հարավում։ Հարկ է նշել, որ Դանիայի տարածքը բնութագրվում է սեյսմիկ վտանգի շատ ցածր մակարդակով։ Այստեղ գրանցվող երկրաշարժերը հազվադեպ են և որպես կանոն ունեն փոքր մագնիտուդ։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով երկրում առաջին երկրաշարժը գրանցվել է 1985 թվականին եւ այդ ժամանակից մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 24-ը Դանիայում տեղի է ունեցել ընդամենը 35 երկրաշարժ, 1.8-ից մինչեւ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ, ինչը միջինում կազմում է տարեկան 1-ից էլ քիչ դեպք։ Ընդ որում, այդ ամբողջ ժամանակահատվածում ընդամենը 8 երկրաշարժ է եղել 3.5 եւ ավելի բարձր մագնիտուդով։ Մայիսի 20-ին Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում տեղի ունեցավ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ աղետների կառավարման վարչության տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել համեմատաբար փոքր, մոտ 7 կիլոմետր խորության վրա։ Այդ պատճառով ստորգետնյա ցնցումները հատկապես ուժեղ են եղել ոչ միայն Մալաթիայում, այլև հարևան նահանգներում, բնակիչների շրջանում առաջացնելով կարճատև խուճապ։ Ցնցումները զգացած կենդանիները նույնպես խուճապահար փախուստի էին դիմում։ Առաջին ցնցումներից հետո դպրոցների աշակերտները, որոնք այդ պահին դասի էին, տարանվել են դասասենյակներից։ Իշխանությունները հայտարարել են նահանգի բոլոր ուսումնական հաստատություններում 1 օրով դասերի դադարեցման մասին։ Բարեբախտաբար, զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Մայիսի 21-ին Իտալիայի կամպի Ֆլեգրեի կալդերայի շրջանում տեղի ունեցավ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տարածաշրջանում դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզոր երկրաշարժերից մեկն էր։ Ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել փոքր խորության պատճառով։ Բնակիչներն արթնացել են ստորգետնյա դղրդյունից, պատերի թրթռումից, ընկնող առարկաներից եւ ապակիների զնգոցից։ Շատերը խուճապահար հագել են առաջին պատահած հագուստը եւ դուրս վազել տներից։ Բնակիչների մի մասը առավոտն անցկացրել է փողոցներում եւ ավտոմեքենաներում, վախենալով կրկնակի ցնցումներից։ Այս երկրաշարժը 14 սեյսմիկ իրադարձություններից բաղկացած սեյսմիկ պարսի մի մասն է։ Ցնցումները զգացվել են Նեապոլում եւ նրա շրջակայքում, ինչպես նաեւ կամպի Ֆլեգրեի կալդերայից արևմուտք գտնվող համայնքներում։ Բակոլի քաղաքում բնակելի շենքերի պատերին ճաքեր են առաջացել, իսկ շենքերի ճակատային հատվածներում տեղի են ունեցել մասնակի փլուզումներ։ Կամպանիա մարզի մի շարք բնակավայրերում դպրոցները փակվել են, շենքերի տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Նեապոլի մերձակայքում մի քանի գծերում ժամանակավորապես դադարեցվել է գնացքների եւ մետրոպոլիտենի աշխատանքը։ Իշխանությունները նաեւ ժամանակավորապես բացել են սահմանափակ երթևեկությամբ գոտիները տրանսպորտի համար եւ կասեցրել են Բայա նավահանգստում նավերի մուտքն ու ելքը։ Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի խոսքով, սա շատ ուժեղ ցնցում էր։ Սակայն բարեբախտաբար երկրաշարժը տեղի է ունեցել ծովում եւ այնքան մոտ չի եղել մակերևույթին, որքան հաճախ արձանագրվում է կամպի Ֆլեգրեի տարածքում։ Ուկրաինա։ Մի քանի օր շարունակ անբարեն պաստ եղանակը ալիքներով ընդգրկում էր Ուկրաինայի տարբեր շրջանները։ Կիևում եւ մարզում տեղի ունեցան շատ ուժեղ ամպրոպներ։ Թեև մայիսին ամպրոպներն այստեղ սովորական երևույթ են, սակայն այսպիսի հզորության տարերքը վախեցրել է տեղի բնակիչներին։ Կայծակներից մեկը հարվածել է բազմահարկ շենքի տանիքին, իսկ մեկ ուրիշը հրդեհ է առաջացրել Կրյուկովշչինա գյուղի առանձնատներից մեկում։ Ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր եւ ճյուղեր, ինչը հանգեցրել է էլեկտրահաղորդման գծերի վնասմանը։ Արդյունքում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Մայիսի 22-ին մայրաքաղաքում եւ մարզում տեղացել է հորթառատ անձրև, խոշոր կարկուտով։ Բակերն ու ճանապարհները շատ արագ ծածկվել են սառցե շերտով, իսկ տրանսպորտային միջոցների սեփականատերերը հայտնել են ավտոմեքենաների վնասման մասին։ Տարերքի հարվածի տակ է հայտնվել նաև Նիկոլաև քաղաքը, որտեղ ամպրոպով ուղեկցվող հորթառատ անձրևը հաշված րոպեների ընթացքում ճանապարհները վերածել է գետերի։ Մայթերն ամբողջովին անցել են ջրի տակ, եւ քաղաքում հետիոտների տեղաշարժվելը գրեթե անհնար է եղել։ Փոթորիկներն ուղեկցվել են նաև քամու ուժեղ պորտկումներով եւ կարկուտով։ Վիննիցայի մարզում անբարենպաստ եղանակը նույնպես զգալի վնասներ է հասցրել։ Ջրի հզոր հոսքերը բառացիորեն քշել տարել են բնակիչների բանջարանոցները, հեղեղել նկուղները, իսկ փողոցները ծածկվել են ցեֆի հաստ շերտով։ Մարզի մեծ մասում դիտվել են ամպրոպներ, իսկ կայծակի մի քանի հարվածների հետևանքով հրդեհվել են շինություններ։ Վոյտովկա գյուղում կարկուտով ծածկված հողը այնպիսի տեսք ուներ, կարծես կրկին վերադարձել էր հունվար ամիսը։ Վիննիցա քաղաքում ծառն ընկել էր հասարակական տրանսպորտի կանգառի վրա։ Երթևեկությունը դժվարացել էր նաև մարզային ավտոճանապարհներին։ Ուժեղ տեղատարապ անձրևներից, կարկտային փոթորիկներից եւ մրրկային քամուց տուժել են նաև Պոլտավայի, Ժիտոմիրի եւ Չերկասի մարզերը։ Վնաս է հասցվել ոչ միայն տարածաշրջանների ենթակառուցվածքներին, այլև գյուղատնտեսությանը։ Թուրքիա։
Մայիսի 20-ից Թուրքիայի Հաթայ նահանգի վրա տեղացել են վերջին տասնամյակների ամենաուժեղ տեղատարապ անձրևները, որոնք առաջացրել են լայնածավալ ջրհեղեղներ և սողանքներ։ Կարճ ժամանակում տեղացած ծայրահեղ առատ տեղումները գերբեռնել են տարածաշրջանի ենթակառուցվածքները։ Փողոցները հեղեղվել են, ջուրը ներթափանցել է տներ, խանութներ և վարչական շենքեր։ Շատ բնակիչներ հայտնվել են արգելափակված իրենց սեփական տներում։ Տրանսպորտի երթևեկությունը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Որոշ վայրերում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ Լուրջ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը։ Տուժել է շուրջ 2500 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Սամանդաղ շրջանում բուժկետը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ, մինչև տանիքի մակարդակը, իսկ ափամերձ հատվածներում ալիքները դուրս են բերել գերաններ, աղբ և կենդանիների դիակներ։ Կարաչայ գետի վարարումից հետո մասամբ փլուզվել է Սամանդաղն ու Անթաքյան միացնող կամուրջը։ Փլուզման պահին կամրջով անցնում էր ավտոմեքենա, որը ջրի հոսանքը քշել տարել է գետը։ Ավտոմեքենայում գտնվող երկու երիտասարդները զոհվել են։ Անթաքյա շրջանում սողանքի հետևանքով փլուզվել է մեկ հարկանի բնակելի տուն։ Զոհվել է 15-ամյա մի դեռահաս, իսկ 3 մարդ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Դեֆնե Սամանդաղ օղակաձև ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհածածկի փլուզում։ Այդ պահին անցնող ավտոմեքենան ընկել է գետի հունը, և վարորդը մահացել է տեղում։ Այլ մեքենաներ նույնպես տարվել են ջրի հոսանքներով։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 2200 արտակարգ ծառայությունների աշխատակիցներ և շուրջ 860 միավոր տեխնիկա։ Հաթայ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 5 մարդ, և 17-ը ստացել են տարբեր վնասվածքներ։ Չինաստան։ Մայիսի կեսերից Չինաստանի կենտրոնական, հարավային և հարավ-արևմտյան շրջանները բախվել են հորդառատ անձրևների, ինչպես նաև դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների շարքի հետ։ Ամենածայրահեղ դեպքերից մեկը գրանցվել է Գուանդուն նահանգի Յանցյան շրջանի Յանչուն գավառում։ Մայիսի 20-ին Հեկո Ավանի հիդրոլոգիական կայանում մեկ օրվա ընթացքում տեղացել են գրեթե 1000 մմ տեղումներ։ Հուբեյ նահանգում 112 օդերևութաբանական կայաններում փաստացի տեղումների քանակը գերազանցել է պատմական առավելագույն ցուցանիշները։ Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Էնշի շրջանի Բայշույհե գյուղում։ Բնակիչների պատմել են, որ հորդառատ անձրևը շարունակվել է գրեթե մեկ ամբողջ օր, իսկ ջրհեղեղը իր գագաթնակետին է հասել մայիսի 18-ի առավոտյան մոտ ժամը 4-ին։ Որոշ վայրերում ջրի մակարդակը հասել է մինչև 4 մետրի։ Տեղատարապ անձրևների հետևանքով վնասվել են Բայշույհե գյուղ տանող ճանապարհները, կապի գծերը և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքները։ Հունան նահանգի Շիմեն գավառում տարերքից տուժել է ավելի քան 58000 մարդ։ Ծայրահեղ տեղումները հանգեցրել են նաև կամուրջների փլուզման։ Հուպինշան շրջանում գտնվող ավելի քան 20 լեռնային գյուղ մնացել է առանց էլեկտրականության և կապի։ Այդ բնակավայրերին մարդասիրական օգնություն է հասցվել անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Մայիսի 24-ի գիշերը Չունցին քաղաքի Յունչուան շրջանում ընդամենը 2 ժամվա ընթացքում տեղացել է գրեթե 300 մմ անձրև։ Նույն օրվա ընթացքում սելավային հոսքը քանդել է մի քանի բնակելի տուն։ Արդյունքում մարդիկ են զոհվել, իսկ բնակիչների մի մասը համարվում է անհետ կորած։ Փրկարարներից մեկը պատմել է, որ մի տղամարդ փրկվելով սողանքից դուրս է վազել տնից, սակայն ջրի հոսանքը նրան տապալել է։ Նա կարողացել է բռնվել ծառից։ Երբ նրան գտել են, գիտակից վիճակում էր, սակայն ստացել էր կոտրվածք և ծայրահեղ հյուծված էր։ Մայիսի 25-ի դրությամբ երկրի 10 փոքր և միջին գետերում ջրի մակարդակը զգալիորեն գերազանցել է նախազգուշական շեմը։ Առավելագույն գերազանցումը կազմել է 3 մետր 11 սանտիմետր։ Ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, իսկ ևս 20 մարդ համարվել է անհետ կորած։ Պապուա Նոր Գվինեա։ Բիսմարկի ծովի կենտրոնական հատվածում Պապուա Նոր Գվինեայի ջրային տարածքում շարունակվում է ստորջրյա հազվադեպ հրաբխային ժայթքումը, որը նախնական ստացել է Տիտան Ռիչ անվանումը։ Այս անսպասելի ժայթքման առաջին նշանները արբանյակները հայտնաբերել են մայիսի 8-ին։ Դրան նախորդել էր 6 երկրաշարժից բաղկացած շարքը։ Հաջորդ օրը NASA Echo և Terra արբանյակները գրանցել են սպիտակ գոլորշային շլեյֆներ, իսկ մայիսի 10-ին ստացված պատկերներում երևացել է մինչև 3000 մետր բարձրությամբ գոլորշություն և գունաթափված ջրի գոտի, մոտ 9 անգամ 11 կիլոմետրի չափերով։ Մայիսի 12-ին Սուոմի արբանյակի սարքավորումները հայտնաբերել են մոտ 7 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող ջերմային անոմալիաներ, ինչը վկայում է մակերևույթի մոտ մեծ քանակությամբ տաք նյութի առկայության մասին։
Միևնույն ժամանակ տեղի ձկնորսները հայտնում էին, որ ստորջրյա հրաբխի ժայթքման շրջանում լսել են ուժեղ դղրդյուն եւ տեսել մեծ քանակությամբ սատկած ձկներ։ Մանուս կղզուց մոտ 125 կիլոմետր հարավ-արևելք գտնվող հրաբուխը արտանետել է հզոր գոլորշություն, իսկ լավան ձևավորել է չեչաքարից կազմված լողացող զանգվածներ եւ նույնիսկ փոքր կղզիներ, որոնք աստիճանաբար հեռանալով ժայթքման վայրից վտանգ էին ներկայացնում նավագնացության համար։ Փոքր նավերը կարող են խրվել այդ լողացող գոյացությունների մեջ, իսկ խոշոր նավերի դեպքում չեչաքարը կարող է խցանել բոմբերը։ Ռաբաուլի հրաբխաբանական աստղադիտարանի գեոդեզիական մոնիթորինգի գլխավոր մասնագետի խոսքով, այս տարածաշրջանում սովորական ստորջրյա ժայթքումները հիմնականում տեղի են ունենում ծովի հատակին, անցնում են աննկատ եւ մնում առանց լայն արձագանքի։ Մինչդեռ Տիտան Ռիչ հրաբխի ներկայիս ակտիվությունը համարվում է չափազանց հազվադեպ երևույթ եւ իր մասշտաբներով դա ասվում է այնպիսի դեպքերի շարքին, որոնք տեղի են ունենում մի քանի 100 կամ նույնիսկ մի քանի հազար տարին մեկ անգամ։ Անցած շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր հատվածներում գրեթե միաժամանակ դրսևորվեցին այնպիսի գործընթացներ, որոնք իրենց տարածաշրջանների համար անսովոր հազվադեպ, չափազանց ինտենսիվ կամ արագ զարգացող էին։ Սեյսմիկ առումով հանգիստ Դանիայում տեղի ունեցած երկրաշարժը Կամպի Ֆլեգրեի գերարաբխի շրջանում գրանցված ամենաուժեղ ստորգետնյա ցնցումներից մեկը, Չինաստանում եւ Թուրքիայում արձանագրված ծայրահեղ տեղումները, ինչպես նաեւ Բիսմարկի ծովում տեղի ունեցող հազվադեպ ստորջրյա հրաբխային ժայթքումը։ Հենց նման անոմալիաներն են օգնում հասկանալ, թե ինչպես են վերակազմավորվում բնական համակարգերը եւ ինչպիսի ռիսկեր կարող են ավելի նկատելի դառնալ առաջիկա տարիներին։ Այս գործընթացների ֆիզիկայի ըմբռնումը տեղի ունեցողի գիտակցման բանալին է, քանի որ դրա ազդեցությունն արդեն առնչվում է յուրաքանչյուրին։ Այդ պատճառով մոլորակի վրա տեղի ունեցող փոփոխությունների գիտական ուսումնասիրությունը հասարակության համար դառնում է առաջնահերթ խնդիր։